Այս բարեփոխումները բանակում իրականացվող առաջին հերթին իրականացվում են խաղաղության շնորհիվ։ Եվ խաղաղությունն են հիմքը, որ տանելու է մեր երկիրը անկասելի զարգացման, կլինի դա մեր պաշտպանության ոլորտում, կլինի դա տնտեսության ոլորտում, կլինի դա կրթության ոլորտում, կլինի դա առողջապահության ոլորտում։ Ես այս քննարկումը օգտագործելով ես ուզում եմ հիշել մի թեմաների մասին, որոնց մասին էլ չենք խոսում ընդհանրապես։ Մենք հիմա նոր ծառայության գնացող մեր ընկերներին, մեր եղբայրներին, քույրերին պետքա պատմելով հիշեցնենք, թե ինչպիսին էր սնունդը ժամանակին զորամասերում։ Հիմա դրա մասին էլ ոչ մեկ չի հիշում եւ ես հպարտ եմ, որ մեր քաղաքական թիմի կառավարման ժամանակ մենք այս փոփոխությունները բերել ենք, որը իդեպ ընդդիմությունը օրինակ ծաղրի է ենթարկում, երբ որ իրանց կառավարման տարիներին չգիտես ինչեր էին տալիս զինվորականներին։ Ամրաշինական աշխատանքները, որոնք սահմանին իրականացվում են, պարոն Օհանյանը խոսում էր հարյուրավոր կիլոմետրով ավելացած սահմանի մասին։ Ես հպարտություն էի ապրում եւ անգամ աչքերից չէի հավատում, երբ որ այդ ամրաշինական աշխատանքները ներսից տեսա։ Եվ հենց սա է մեծացնում մեր զինվորների մարտունակությունը, երբ որ իրանք տեսնում են, թե պետությունը ինչ է անում, որ իրենք կարողանան լավ անցկացնել իրենց ծառայությունը եւ ուրեմն իրենց ծառայությունը մատուցեն Հայաստանի Հանրապետությանը։ Եվ սիրելի քաղաքացիներ, երբ որ ասում են նաև սա նախընտրական քայլ է, երեք էլ առողջապահության ապահովագրության թեմայով էին ասում։ Սա մեր նախընտրական ծրագրի իրականացումն է եւ ամեն ինչ որ մենք անում ենք նախընտրական քայլ է։ Եվ ամփոփելով 2026 թվականի ընտրություններին եւ ես վստահ եմ, որ ժողովուրդը ընտրելու է խաղաղությունը եւ վերահաստատելու է այն բոլոր ծրագրերը, զարգացման ծրագրերը, որ իրականացվում են Հայաստանում խաղաղության շնորհիվ եւ անկասելի է դարձնելու Հայաստանի Հանրապետության զարգացումը։ Շնորհակալություն։